Հանրապետության հրապարակով անցնող զինտեխնիկան նախորդ օրերին բոլորը տեսան, գնահատեցին, որոշ մարդիկ նույնիսկ դրանց դիպան ու մոտիկից ուսումնասիրեցին։ Նախ շատերի մոտ հարց մնաց, թե դրանցից որն էր հայկականը, որը դրսից ներկրված է, բայց հարցն այստեղ քանակին է վերաբերում։ Մերօրյա պատերազմներում օրական հարյուրավոր նման զենքեր են կիրառվում։ Նույնն արել է Ադրբեջանը 44 օրյայում։ Հայաստանի Հանրապետությունը որքանով ունի համապատասխան արտադրական հզորություն ու որքանով ունի համապատասխան ռեսուրսներ, որպեսզի որևիցե ընդհանրային մաս չի կամ չգիտեմ ինչ որ մի կարևորագույն դետալ ինքնուրույն արտադրի։ Այդ հարցին առաջինը պետք է պատասխանեն պատկան մարմինների մասնագետները։ Մեկ նմուշ, երկու նմուշ կամ նույնիսկ 5 հատ ինչ որ տեխնիկա ցուցադրելը դա ռազմաարդյունաբերություն չի։ Ռազմաարդյունաբերությունը, պատերազմի պատրաստ լինելը կամ ինքնապաշտպանությանը պատրաստ լինելը դրանք լոգիստիկ խնդիրներ են։ Ամենակարևորը որքանով է թեստավորված իր դեմ կիրառվող հավասարազոր տեխնիկայի բայրակտարը, որը մեր դեմ կիրառվում էր ու մեր ոչ այդքան էֆեկտիվ սովետական հոբ համակարգերի դեմ, կրկին ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ դարձավ տխրահրճակ։ Ինչ որ մեկը խոսում է բայրակտարի էֆեկտիվության մասին, ոչ, որովհետև համապատասխան մակարդակի հոբ միջոցներ կիրառվեցին, վերջ։ Մենք մեր ռազմաարդյունաբերության համար նման կոմպոնենտների սեփական արտադրություն համարյա թե չունենք։ Շարժիչների չունենք, բոլորը ներկրվող է, մարտկոցների չունենք, բոլորը ներկրվող է։ Եթե հանկարծ ինչ-որ երկրներից մեկը ինչ-որ մի նման մատակարարում փակեց, մեր ամբողջ ռազմաարդյունաբերությունը կանգնում է։ Հենց քաղաքացիական ոլորտից ռազմական տեղափոխված մասնագետների շնորհիվ է հարևան Թուրքիան հասել ռազմաարդյունաբերության էական զարգացման։ Կա եւս մեկ խնդիր, որը ռազմաարդյունաբերության եւ զենքի գնման հետ ձեռք-ձեռքի է գնում։ Խոսքը զորավարժությունների մասին է, որոնք վերջին տարիներին չափազանց քիչ են անցկացվել Հայաստանում։ Նոր գնված ու արտադրված զինատեսակները հենց վարժանքների ընթացքում են փորձարկվում ու ներդաշնակվում, քանի որ ռուսական, հնդկական, ֆրանսիական եւ հայկական զենքերը մեկ համակարգում աշխատեցնելը չափազանց բարդ process է։ Արմեն Աթալյան, Տիգրան Հունանյան, Սուրանկյուն։